Բարի լույս սիրելիներս, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեծ ավետիս։ Սիրելիներս, այսօրվանից նոր հարցաշար պիտի սկսենք սուրբերի բարեխոսության մասին, տեսնելու եւ հասկանալու, արդյոք ընդունելի է սուրբերին բարեխոսությունը, թե մերժելի է։ Տեսնենք ինչ է ասում Սուրբ Գիրքը այդ մասին։ Տեր հայր, բոլոր նրանք, որոնք մերժում են բարեխոսությունը, ասում են, որ Աստվածաշնչի մեջ չկա ննջեցյալ կամ մեռած մարդկանց օրինակներ, որոնք բարեխոսած, աղոթած կամ Տիրոջը կանչած լինեն, եւ Տերը պատասխանած լինի նրանց։ Արդյոք չկան այդպիսի օրինակներ։ Իրականում այդպիսի օրինակները շատ են, սիրելիներիս։ Փորձենք մի քանի օրվա ընթացքում Աստվածաշնչից բերված օրինակներով ցույց տալ եւ համոզել, որ այդպիսի օրինակներ շատ են։ Առաջինը մենք տեսնում ենք Ծննդոց գրքի 4-րդ գլխում, երբ Կայենը սպանեց իր եղբորը Աբելին։ Ինչ տեղի ունեցավ։ Աստված եկավ Կայենի մոտ եւ ասաց. «Ուր է քո եղբայրը, որովհետեւ ասում են նրա արյան կանչը երկրից բողոքեց ինձ»։ Այսինքն Աբելի արյունը, որն է հոգին, բողոքեց Աստծուն իր դեմ կատարված հանցանքի համար եւ Տերը եկավ Կայենին հարցնելու. «Ուր է քո եղբայրը»։ Արդյոք սա օրինակ չէ, որ մեռած մարդը բողոքում է Աստծուն իր դատը տեսնելու համար։ Եթե որևէ մեկը կասի, որ այս բողոքը աղոթք չէ, մենք հակառակն ենք տեսնում, որ նրա արյան կանչը բողոքեց Աստծուն, Աստված լսեց, եկավ Կայենին հարցրեց. «Ուր է քո եղբայրը»։ Երկրորդ օրինակը մենք տեսնում ենք Մատթեոս ավետարանի մեջ, երբ մեր Փրկիչը Հիսուս Քրիստոս խաչի վրա ասաց. «Էլի, էլի, լամա սաբակթանի», որը նշանակում է Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Երբ նրա շուրջը հավաքված մարդիկ Հիսուսի այս խոսքերը լսեցին, սիրելիներս, ասացին, որ Հիսուսը Եղիային է կանչում, թողնենք, տեսնենք, Եղիան կգա նրան ազատելու։ Ինչ է այս խոսքը նշանակում, որ այն ժամանակվա մարդկանց մեջ կար այս մտայնությունը, համոզումը, որ եթե որևէ սուրբի օգնության կանչես, անպայման պիտի գա քեզ օգնելու։ Եվ երբ որ Հիսուսը այս խոսքը լսեցին, նրանց թվաց, թե Եղիան է գալու օգնության եւ սպասեցին, որ սուրբը պիտի գա օգնության։ Այնպես էլ մենք, երբ որ որևէ սուրբի օգնությունը խնդրենք, նրան խնդրենք, որ Տիրոջ առջև մեզ համար բարեխոսի կամ մեզ օգնության գա, անպայման պիտի լինի։ Երրորդ կարևորը, շատ կարևոր համար մեզ համար, մենք տեսնում ենք Հայտնության գրքի 6-րդ գլխում։ Ընթերցեմ այդ հատվածը։ Եվ երբ բացեց 5-րդ կնիքը, խորանի տակ տեսա հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանվել էին Աստծո խոսքի եւ այն վկայության համար, որ պահում էին։ Նրանք ասում են բարձր ձայնով. «Սուրբ եւ ճշմարիտ Տեր, մինչև երբ պիտի չդատես եւ մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։ Եվ նրանց տրվեցին սպիտակ զգեստներ եւ ասվեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչեւ որ ամբողջական իրենց ծառայեկիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահանան, պիտի ենթարկվեն ինչպես իրենք։ Տեսեք, սիրելիներս, այստեղ սուրբերը, ովքեր որ նահատակվել էին, բողոքում են եւ ասում են ճշմարիտ Աստված, Սուրբ Աստված, մինչև երբ, այսինքն մեր սպանողների հանդեպ դատը չես տեսնելու։ Ուրեմն բողոքում են այն մարդկանց դեմ, ովքեր իրենց սպանել են եւ Տիրոջից խնդրում են արդար հատուցում։ Երկրորդ ասում են, նրանք խնդրեցին եւ նրանց խնդրանքը լսվեց, ասում են նրանց բոլորին սպիտակ զգեստներ բաժանվեց, որպեսզի մի փոքր ժամանակ սպասեն, մինչև իրենց եղբայրներն էլ մահվան ենթարկվելով միանան իրենց։ Ինչ է սա խորհրդանշում, սիրելիներ, որ Աստված լսում է յուրաքանչյուր մարդու ձայնը, ողջը, թե արդեն ննջած է։ Ննջած մարդիկ, տեսեք, բողոքում էին Տիրոջը, որ մեր դատը երբ պիտի տեն, այնքան այն մարդիկ, ովքեր մեզ սպանել են, երբ պիտի դատես։ Եթե Աստծուն կարող են խնդրել, որ մեր դատը, մեր վրեժխնդրությունը տես, Աստված լսում է նրանց, ապա ինչու չպիտի լսի այն աղոթքները, որ այդ մարդիկ պիտի անեն այս երկրում ապրող մարդկանց համար։ Սա նշանակում է, որ Աստված բոլորի ձայնը, աղոթքը, բողոքը, կանչը լսում է եւ անպայման փոխհատուցում է։ Այսօր այսքանը, սիրելիներս։